Գյումրիում շարունակվում է նախընտրական քարոզարշավը, որին մասնակցում է թվով 9 կուսակցություն։ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն այս ընտրություններում գլխավորում է Հայաստանի կոմունիստական կուսակցության ցուցակը։ Նախկին քաղաքապետը նախընտրական քարոզարշավում հիմնականում քննադատում է իշխող ուժին պնդելով, թե նրանք չարաշահում են վարչական ռեսուրսները։ Ղուկասյանը խոստանում է առաջնորդել գյումրեցիներին, ուր որ պետք է, դեպի զարգացած Գյումրի, անվտանգ Հայաստան։ Պետք է Գյումրի ընտրություններով երկիրը ղեկավարի այնպիսի մարդ, որ սիրում է հայրենիք, աստվածասեր է, աստվածավախ է եւ իրոք պետք լինի սուրը ձերքին կնահատակվի վասն հայրենյաց եւ վասն հավատո։ Ղուկասյանը նախընտրական քարոզարշավում խոստացել է նաև դատի տալ Հայաստանի Հանրապետության կառավարությանը։ Ըստ նրա երկրաշարժից հետո ստացված միլիարդները, որոնք արտերկրից եկել են որպես օգնություն, բոլորը գողացվել են պետության կողմից եւ հիմա դրանք վերադարձնելու ժամանակն է։ Քաղաքապետի թեկնածուի խոսքով իրեն 37 տարի է ապրում են աղքատության մեջ, քանի որ Հայաստանի ամենաաղքատ մարզը Շիրակն է։ Ապրելու երկիր կուսակցության Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Մալխասյանն էլ խոսում է Գյումրիում թափառող շների խնդրից։ Թափառող շները դարձել են Գյումրու անբաժանելի մասը։ Ընդ որում, այս խնդիրը առկա է ոչ միայն Գյումրի համայնքում, այլ նաև հարակից գյուղական համայնքներում։ Մենք շատ արագ ամբողջական լուծելու ենք այս հարցը եւ կարճ ժամանակ անց Գյումրիում չեն լինելու թափառող շներ, ինչպես նաև դատարել է հոսքը հարակից համայնքներից։ Ստերջացնելուց բացի արագ կառուցվելու է կացարան։ Կարեն Մալխասյանը վստահ է, որ նրանք կհայտնվեն ավագանու նոր կազմում։ Ըստ թեկնածուի իրենց թիմը միայն խոստումներ չի տալիս, այլ իրական ծրագրեր ունի, որոնք միտված են քաղաքի բարելավմանը։ Մայր Հայաստան կուսակցությունների դաշինքի առաջին համարը Քարհատ մեքենաընկերության տնօրեն անկուսակցական Կարեն Սիմոնյանն է։ Մայր Հայաստանը Գյումրիում կառավարման ղեկը ստանձնելու պարագայում հետևողական է լինելու, որպեսզի Գյումրին դառնա Հայաստանի բիզնես մայրաքաղաքը, ազատ տնտեսական գոտու ներդրմամբ եւ ազատ քաղաքի կարգավիճակով, որ Գյումրին դառնա Հայաստանի մշակութային, նաեւ զբոսաշրջային մայրաքաղաք։ Աշխատանքի շնորհիվ օր-օրի զգում ենք փոփոխությունը մարդկանց տրամադրությունների, զգում ենք մեզ միանալու ցանկությունը, շատերը քննադատեցին մեզ, թե ինչի համար են ռուսական բիզնես շրջանակները ուզում ներդրում անել Գյումրիում։ Պատասխանը հետևյալն է, քննադատներին, բա ինչ անենք, թուրքերին հրավիրենք այստեղ ներդրում անելու։ Նախընտրական ծրագրերում են փողոցների ասֆալտապատումը, քաղաքային տրանսպորտի բարեփոխումը, փողոցային լուսավորության ապահովումը, կանաչապատ նոր տարածքների ստեղծումը։ Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության ընտրացուցակի առաջին համարը ազգային անվտանգային վերահսկողական կոմիտեի նախագահ անկուսակցական Արտյոմ Թումանյանն է։ Նա իր նախընտրական ծրագրով խոստանում է ընտրվելու դեպքում Գյումրին դարձնել լուսավոր ու գունագեղ քաղաք, որտեղ մշտապես կթևածի տոնական տրամադրությունը։ Սոցցանցերում հայտնի ֆայտոնով շրջող Արտյոմ Թումանյանը թեև ծրագրում չի մանրամասնում, թե ինչպես է ապահովելու գյուղացիների մշտական տոնական տրամադրությունը, իր երգերով թե այլ մտադրություններ ունի, բայց ծրագրով խոստանում է վերացնել Գյումրիի 300 սննդի խանութների, ծխախոտի եւ ալկոհոլի տեղական տուրքերը։ Ղայդով մարդ գյումրեցի։ Մեր քաղաքը կուսակցությունների դաշինքի ցուցակը գլխավորող ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության падգամավոր Մարտուն Գրիգորյանն էլ խոստանում է լուծել քաղաքում կուտակված հիմնական խնդիրները, կապված քաղաքաշինության, զբոսաշրջության, հանրային տրանսպորտի, սոցիալական ոլորտի հետ եւ այլն։ Առաջի օրվանից իմ պարտն եմ համարել արցախցիներին թիգուն կանգնել, արցախցիների կողքը կանգնել։ Արցախցիների կողքը կանգնել հասկանալով ու գիտակցելով, էլի մեծամասնությունը այստեղ 80%-ը իմ գրասենյակում, իմ աշխատասենյակում հանդիպում ունեցել է ինձ հետ։ Եվ այդ ժամանակվանից ես ասել եմ, որ Գյումրին հոգսաշատ քաղաք է։ Գյումրեցին ու արցախցին բախտագիր ժողովուրդ են։ Իսկ դեմոկրատական այլընտրանքն առաջադրել է անկուսակցական Արտյոմ Ղարաղազարյանի թեկնածությունը։ Ճիշտ Գյումրի կարգախոսով առաջնորդվող թեկնածուն վստահեցնում է, գյումրեցու հետ կլինեն շիտակ։ Մեր խոսքի տերն եղնենք, մեր բյուջեն, մեր եկամուտները, մեր ամեն ինչը ճիշտ կառավարենք, ճիշտ հենց այդ հիմունքով է մեր ճիշտ կարգախոսը։ Եվ ամենակարևորը ճիշտ ներկայանանք ժողովրդին։
վստահություն ունեն այն ժողովուրդը մեր մասին։ Իսկ ահա իմ հզոր հայրենիք կուսակցության ընտրացուցակի առաջին համարը Վարովի ընկերության տնօրեն Ռուբեն Մխիթարյանն է։ Թեկնածուն կարծում է, որ իր հզոր համայնքը հատուկ հիմնադրամի միջոցով կարող է հեռանկարային ծրագրեր կյանքի կոչել։ Գյումրին կարող է դոտացիա ստացողներից դառնալ դոնոր համայնք, վրայից հանել աղետի գոտու պիտակը։ Այս կուսակցությունը խոստանում է, որ Գյումրին կունենա զարգացման համար այնքան փող, որ սեփական միջոցներով կլուծի իր խնդիրները՝ ժամանակակից ու մատչելի տրանսպորտային ցանց, Փարքի ճեմուղի, ազգային մարզադաշտ, համայնքային ծառայությունների միասնական էլեկտրոնային հարթակ։ Մարդկային այնպիսի մեծ ներհոսք է ապահովելու, որը շատ լուրջ գումարներ է բերելու Գյումրի։ Մեխանիկորեն զարգանալու են մնացած բոլոր ոլորտները։ Անվտանգային հարցերը։ Քաղաքում վստահաբար մենք լուծելու ենք թափառող շների հարցը։ Ու լուծելու ենք ոչ թե սպանդի միջոցով, այլ ելի լուծելու ենք միջազգային կազմակերպությունների հետ համագործակցելով, գրանտեր բերելով, տեղում կենտրոնասերների հետ ստեղծելու ենք մի համակարգ, որ մեր քաղաքում անվտանգ իրար կողք ապրեն եւ մարդիկ եւ կենդանիները։ Գյումրու տիմ ընտրությունները տեղի կունենան մարտի 30-ին։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։